2022 թվականի փետրվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ռեֆորմը ամենաարմատականը կարելի է համարել 2004 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումներից ի վեր։ Այս մասին խորհրդարանում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը 2024 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս։ Բարեփոխումից 3 տարի անց ըստ Մեսրոպ Մեսրոպյանի էլեկտրաէներգետիկական համակարգում մենաշնորհի մրցակցության փոխարինման արդյունքում ազատականացված հատվածում ձեռք բերվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինն էականորեն ավելացել է։ Եթե մեկնարկի առաջին տարվա 2022 թվականի արդյունքներով շուկայի ազատականացված հատվածի սպառումը կազմում էր ներքին սպառման շուրջ 5,3%, 23 թվականի արդյունքներով այն կազմել է 20,1%, ապա 24 թվականի արդյունքներով արդեն իսկ կազմել է 27,8%։ 2023-24 թվականների ընթացքում հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրի շրջանակում տասնյակ ընկերություններ ներդրումներ են իրականացրել, որոնց գումարային արժեքը կազմել է ավելի քան 133 միլիարդ դրամ, նշեց Մեսրոպյանը։ Պատգամավոր Կնյազ Հասանովը հետաքրքրվեց, արդյոք ճիշտ են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին իրեն հասած տեղեկությունները։ Ձեզ հասած տվյալները ճիշտ չեն, ես զեկույցում արդեն նշեցի, որ 24-25 թվականի համար էլեկտրաէներգիայի սակագինը կենցաղային սպառողների համար մնացել է անփոփոխ։ Նախնական կանխատեսումներով այս 6 ամիսների կտրվածքը նայելով փաստացի ինչ է ստացվում, մենք սակագների թանկացման տենց վախ չունենք։ Արսեն Թորոսյանին հետաքրքրում էր, թե ինչու բուժհաստատությունները նախապես չեն տեղեկացվում էլեկտրաէներգիայի պլանային անջատումների մասին։ Եթե հիվանդանոցում, որը նաև ունի երկրորդ գիծ, բայց այդ անցումը ժամանակ է տևում, անջատում միացում է տեղ ունենում, այդտեղ ոչ միայն սարքեր եւ այլն կարող են փչանալ, որոնք շատ նուրբ են, այլև մարդու կյանքի հետ կարող են գործ ունենալ։ Եթե ունենք այդպիսի փաստեր, դրանք ենթակա են հանձնաժողովի կողմից ուսումնասիրության եւ համապատասխան տուժեր կիրառելու, բայց քանի որ հիվանդանոցները եւ նմանատիպ այլ կառույցները պետության մեջ համարվում են առաջի կարգի սպառողներ, ճիշտ կլինի, որ իրենք ունենան ոչ միայն երկրորդային սնուցում, այլ նաև ունենան դիզել գեներատորներ։ Թորոսյանը հարցրեց նաև միջպետական ճանապարհներին բջջային կապի անհասանելիության մասին։ Հանրապետությունով մեկ բավական բարձր տոկոս ծածկույթ ունենք, բայց դա վերաբերվում է ընդհանուր տարածքի ծածկույթին այս կամ այն օպերատորի միջոցով, բայց դա չի նշանակում ցավոք սրտի, որ մեր բոլոր օպերատորները համապատասխան տոկոսի անտենաներ կամ համապատասխան սարքավորումներ ունեն։ Օպերատորների հետ քննարկում ենք, որ համաձայնություն ձեռք բերենք սարքավորումներից փոխադարձ օգտվելու հնարավորության մասին, հայտնեց Մեսրոպյանը։ Պատասխանելով Եղեգիս համայնքում ջրամատակարարման խնդիրներին վերաբերող Սերգեյ Բագրատյանի հարցին, Մեսրոպյանը հայտնեց, ջրային ծավալների հետ կապված հանրապետությունում խնդիր կա։ Վերջին տարիներին ջրաղբյուրների բնական նվազում է նկատվում։ Բնակեցման ենթակա տարածքներ կառուցապատվում են եւ եղած այդ նոր կառույցների համար նոր ջրագծեր կառուցել, նոր ջրաղբյուրներ հավաքելը իսկապես ունի նոր լուծումների պահանջ, ինչի հետևից վիոլան գնում է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի զեկույցն ընդունվեց ի գիտություն։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։